մի վարքյան մի հարց ձեր նախորդ հայտարարությունների հետ կապված եկեղեցու մասով դուք ասացիք որ կաթողիկոսին կարող ենք փոխել սահմանադրությամբ ամրագրված շրջանակներում օրենքով ես անհրաժեշտ մեկնաբանություն արել եմ եւ այդ մեկնաբանություններն սահմանադրությունը ինչով է առնչվում մեկնաբանություններին ավելացնելու սահմանադրությունը ինչով է առնչվում եկեղեցուն եւ կաթողիկոսի փոփոխմանը ես դա եմ ուզում ես նորից եմ կրկնում վերջին էտապում բավարար թվով մեկնաբանություններ տվել եմ այդ թեմային ձեր նոր մեկնաբանությունը նոր հարց է առաջացնում մեկնաբանություններն ավելացնելու ոչինչ չունի ձեր նոր մեկնաբանությունը նոր հարց է առաջացնում պարոն Խուդասյան դա է սահմանադրությունը մարդիկ տարակուսանք են հայտնում ասում են նախարարը չգիտի որ սահմանադրությամբ հնարավոր չէ կաթողիկոս փոխել դրա անջատ են իրարից դուք իմ ասածը վստահաբար կոնտեքստից կտրում եք եւ նորից պիտի վերադառնամ ես անհրաժեշտ մեկնաբանություն այդ հարցին արել եմ եւ դրան ավելացնելու դուք կարող եք անվերջ շարունակել այդ հարցը որին ես անվերջ կարող եմ տալ այդ պատասխանները կընդգրկվեն այդ հանձնաժողովի կազմում ինչ որ կուսակրոնների են գտնելու որ ես մանրամասներին չեմ տիրապետում հանձնաժողովի եւ ընտրության հետ կապված մանրամասներ չեմ տիրապետում դուք երկու այդ բաները նիստեր ավականու ամեն դեպքում ՔՊՆ կբոյկոտի որ ԺԲ նշանակի օրենքով սահմանված կարգով ուրեմն այլ մեխանիզմ այդ դեպքում գոյություն չունի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի որոշում կայացրած, որ գնում է համայնքում արտահերթ ընտրությունների, որը զուգահեռվելու է համայնքների միավորմամբ եւ դրա համար կա անհրաժեշտ ընթացակարգ, այն է երկու անգամ անընդմեջ համայնքի ղեկավար չընտրվի, մինիստրը նշանակված է այսօր եւ չի բացառում, որ արդեն այս ժամերին տեղի է ունեցել կամ այդ տրամաբանության մեջ ավելի ճիշտ է ասել, որ տեղի չի ունեցել։ Երկրորդ նիստը կնշանակվի դրանից հետո օրենքով սահմանված ժամկետում եւ մենք ունենք որոշում, որ մեր ավականու խմբակցությունը այդ նիստերին համայնքի ղեկավար չի ընտրելու եւ հետեւաբար այո ձեր ասած ընթացակարգով գնում ենք առաջ։ Որպես նախարար, որպես օրինակ ասում եմ, որ հասկանալի լինի։ Օրինակ դուք կամ առաջ որտեղ ոնց դուք նախարար եք, օրինակ կարող եք դուք Արագածոտնի որևէ համայնքում առաջադրվել ընտրություններին որպես համայնքի ղեկավար։ Շատ լավ, ես կուզեմ ընդհանուր առմամբ անդրադառնալ ձեր հարցին, որովհետև ես ձեր հարցի հետ տրամաբանության կամ գործընկերների հետ տրամաբանության մասը բաց թողեցի, չանդրադարձա, բայց դա շատ կարևոր է, իրականում համայնքի ղեկավարի պաշտոնը ընտրովի պաշտոն է։ Դա չպետք է համեմատվի։ Ես անդրադառնամ նախորդ հարցին, որը հնչել է եւ հետո պատասխանեմ ձեր հարցին։ Այս տրամաբանության մեջ մարզպետից համայնքի ղեկավար տեղափոխվել է, ուրեմն պաշտոնի իջեցում չի եւ պաշտոնի ցածրացում չի, ավելին կարծում եմ քաղաքականության մեջ զբաղվող ցանկացած մարդ, ցանկացած ուրեմն քաղաքական գործիչ պիտի երազի այդպիսի պատվին արժանանալու, երբ որ համայնքի բնակիչները իրեն հնարավորություն կտան, իմիջիալոց ասեմ, որ այդ առումով պարոն Մեխակյանը արդեն այդպիսի հնարավորություն ստացել է խոյում եւ հաջողությամբ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որի մասին կհաստատեն բնակիչները, այլ կարգավիճակով համայնքի ղեկավարի տեղակալի կարգավիճակով հնարավորություն է ունեցել ծառայելու էջմիածնեցիներին եւ էջմիածնեցիները վստահաբար այդ ծառայությունը դրական են հիշում եւ միավորման պարագայում ես վստահ եմ, որ ավելի լավ ընտրություն քան պարոն Մեխակյանն է հնարավոր չի ուղղակի կայացնել։ Իմ հարցը եթե անդրադառնաք նորից հարցը ենթադրենք դուք հիմա նախարար եք գնաք Արագածոտնի ինչ որ համայնքում առաջադրվեք որպես համայնքի ղեկավար։ Դուք այդ հնարավորությունը իրավական առումով կունենաք։ Մեր օրենսդրությունը ունի հետեւյալ ուրեմն պարտադրանքը, որ առաջադրվող տեխնացում պետք է լինի տվյալ համայնքի բնակիչ։ Պարոն Մեխակյանը Խոյ համայնքի բնակիչ է։ Միավորման դեպքում Վաղարշապատ եւ Խոյ համայնքները դառնում են մեկ համայնք եւ այս տրամաբանության մեջ այո օրենքի կարգավորումները թույլ են տալիս պարոն Մեխակյանին առաջադրել։ Ասում է իր համար են հատուկ միացնում։ Կասկածները որ միացնում են որ պարոն Մեխակյանը դառնա Ոչ հարգելի գործընկերներ, որովհետեւ տրամաբանությունը հետեւյալն է, մենք օրենքը չենք հարմարեցնում տեխնացուին, տրամաբանությունը հետեւյալն է, բացի Վաղարշապատ համայնքից մենք չունենք այլ բնակավայրեր, որոնք խոշորացման արդյունքում պարունակում են ընդհանրապես երկու բնակավայր, Վաղարշապատի դեպքում դա Էջմիածին քաղաքն է եւ Ոսկեհատ գյուղը, այդպիսի մոդել Հայաստանի ոչ մի այլ տեղում չկա կիրառված եւ վերամիավորումը հնարավորություն է տալիս եւ մեծացնել ուրեմն Վաղարշապատ համայնքի բյուջե եկող եկամուտները, որովհետև մեր դոտացիաների գործող համակարգը խրախուսում է բազմաբնակավայր համայնքները եւ դա հնարավորություն է տալիս եւ Վաղարշապատում եւ Խոյ համայնքում այսպիսի այսօրվա իրավիճակով ասածից հետագայում ընդհանրացված Վաղարշապատ համայնքում
իրականացնել ավելի մեծ ծրագրեր, իրականացնել ավելի հավակնոտ ծրագրեր։ Անդրադառնամ ձեր հարցի երկրորդ մասին, այստեղ պիտի նորից կրկնեմ, որ քաղաքական նպատակահարմարությամբ չի որոշվել, կառավարչական նպատակահարմարությամբ է որոշվել, հաշվի առնելով համայնքների բնակավայրերի եւ առաջին հերթին բնակիչների շահերը։ Պիտի ասեմ, որ նաեւ այս process-ը միայն վաղարշապատով պայմանավորված չի, սա սկսվել է ավելի վաղ, մենք 2021-ին էլ ունեցել ենք միավորված համայնքների վերամիավորումներ, 2025-ին այդպիսինը կդառնա Խոյը եւ Վաղարշապատը, եւ այս process-ը այդտեղ չի կանգնի եւ 2026-ի թիմ հերթական ընտրությունների ժամանակ վստահաբար մենք նոր համայնքների, նոր միավորված համայնքների վերամիավորումներ կտեսնենք եւ այդ վերամիավորումների նպատակը նորից նույնն է լինելու բարձրացնել ոչ վերջին դրանից ավելի որոնք էլ որ ասում եք էլի համայնքներ կլինեն։ Այս բանի քննարկումները ավարտված չեմ ցանկանալ։ Պարոն Խուդայցյան, հաշվի առնելով նախորդ համայնքներով վերջին ընտրությունների արդյունքները, որտեղ ԿՊ-ն երկուսում էլ պարտվեց, միտեղ տենց բացահայտ պարտվեց, դուք ինչ հույս ունեք, որ միասնում կարողանաք 50+1%-ով հաղթել։ Հարգելի գործընկերներ, նորից պիտի ասեմ, որ համայնքի ղեկավարի ընտրությունները դրանք առաջին հերթին տեխնացուների անձով պայմանավորված ընտրություններ են եւ մենք մտահոգություն չունենք Վաղարշապատի հետ կապված, որովհետեւ վստահ ենք, որ պարոն Մեխակյանի եւ անձը եւ անցած ճանապարհը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կառավարման արդյունքում մարզում եւ Վաղարշապատում եւ Խոյում իրականացված աշխատանքները մեզ տալիս են այն վստահությունը, որ պարոն Մեխակյանը ընտրվելու է առաջիկա համայնքի ղեկավարի ընտրություններին։ Ունի բարձր վարկանիշ կամ հեղինակություն, բայց ԿՊ-ի վարկանիշը տեսնում ենք, որ ես նորից պիտի ասեմ, կլինեն ընտրություններ, կտեսնենք ինչքան է քաղաքացիական պայմանագրի վարկանիշը, այս խոսակցությունները ինձ հիշեցնում են ոչ այդքան հեռավոր 2021-ի ընտրությունները, երբ որ ընդդիմությունը եւ ոչ միայն ընդդիմությունը բարձրաձայնում էր, որ քաղաքացիական պայմանագրի վարկանիշը իջել է եւ դրանից հետո օրինակ իմ ղեկավարած Արմավիր համայնքում քաղաքացիական պայմանագիրը 4.5% ավել ձայն ստացավ, քան ստացել էր 2018 թվականին։ Ձեր ղեկավարած Արմավիր համայնքի փառաքարում Գյումրիում էլ կոալիցիոն մենք Վաղարշապատի միասնական մենք Վաղարշապատի հետ կապված այդպիսի մտահոգություններ չունենք, ժամանակը ցույց կտա, այդ ընտրությունները ամենևին էլ սարերի հետևում չեն եւ ժամանակը ցույց կտա, որ մենք մտահոգություններ չունենք եւ այդ չունենալու փաստը արդարացվելու է ընտրության արդյունքներով։ Երկրում որևէ մտահոգություն, որևէ ոլորտ կամ որևէ բան կա, որ ձեզ մտահոգում է, պարոն Խուդայցյան, որտեղ տպավորությունն է, որ մեր երկրում ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է, բոլորը երջանիկ ենք։ Իմ համակարգման, ես ասեմ իմ համակարգման ոլորտներին առնչվող, այո, բազմաթիվ տեղեր կան, ուրեմն մեծ ոլորտներ են, որտեղ մտահոգվելու առիթներ կան, մենք փորձում ենք լուծել այդ մտահոգվելու առիթները, վերացնել դրանք, բայց աշխատանքային process-ը եւ հասկանալի է, որ ամեն ինչ սուբվենցիոն ծրագրերը ինչու չեք հաստատում, ասում են, որ ձգձգում եք։ Երկու միջգերատեսչական նիստ է տեղի ունեցել այս տարվա ընթացքում, որի արդյունքում հաստատված բազմաթիվ ծրագրեր կան, ավելին ասեմ, այն բոլոր ծրագրերը, որոնք պատրաստ են եղել այդ բանի եւ փաթեթները ամբողջական են եղել, իրենք հաստատվել են, հաստատված ոչ մի ծրագրի մասով բյուջեի խնդիր չունենք եւ առհասարակ այս բային բյուջեի խնդրով պայմանավորված ծրագրի սահմանափակումներ չունեն։ Համայնքներ կան, որտեղ մեծ օրինակ կապիտալ շինարարություն պետք է անեն սուբվենցիոն ծրագրով եւ եթե դուք կառավարությունը ուշ հաստատի օրինակ օգոստոսի կողմերը հաստատի, կմնա մյուս տարի։ Տեսեք, ձեր ասած ինֆորմացիան չէ ճշտված է, դուք ասում եք չեք հաստատել, մենք հաստատել ենք երկու միջգերատեսչական ուրեմն հանձնաժողովների նիստերում եւ վերջինը հաստատել ենք ավելի քան 1 ամիս առաջ, դրանից առաջ դրա նախորդը հաստատել ենք ավելի քան 2-3 ամիս առաջ, իհարկե կան ոչ ամբողջական փաթեթներ, կան աշխատանքներ, որոնք կառավարության համար առաջնահերթություն չեն, մենք առաջնահերթությունները խմբավորել ենք, համայնքները տեղյակ են այդ առաջնահերթությունների մասին, ավելին ասեմ, որ ուրեմն արդեն կան բազմաթիվ կայացած շինարարական մրցույթներ եւ ես չեմ բացառում, որ այս օրերին էլ 2025 թվականին հաստատված սուբվենցիոն աշխատանքների մասով շատ համայնքներում աշխատանքներ են իրականացվում։ Պարոն Խուդայցյան, Տաղուշի մարզում տեսել եք ասֆալտապատված այդ ճանապարհը փլուզվել է, դա ինչի հետևանքով է այդպես։ Պիտի ասեք, որ ճանապարհի մասն է խոսքը։
գյուղերից մեկի ճանապարհը, մեկը նույնիսկ այդ մասին ռեպորտաժ էր պատրաստել, այսինքն լավ չեն կարողանում կառուցել կամ հաշվի առնել նախապես, որ այնտեղ սողանկային ինչ-որ գոտի է համապատասխան աշխատանքներ անեն։ Չիմացա, որ ճանապարհի մասն է խոսքը, բայց չեմ բացառում, որ եթե յուրաքանչյուր տարի կառավարությունը 700 կիլոմետր ճանապարհ է կառուցում, որից 500-ը կառուցում է հիմնականում ճանապարհային դեպարտամենտի պատվերով եւ եւս 200-ը կառուցում է համայնքներում, որտեղ կառավարությունը ունի համաֆինանսավորման մասնակցություն, յուրաքանչյուր տարի 700 կիլոմետր կառուցելով ես չեմ բացառում, որ 2-3 հատվածում էլ հնարավոր է որոշակի խնդիրներ, ասեմ, որ այդ ճանապարհները, եթե կառուցված են 3 տարվանից ոչ ուշ, իրեն գերաշխիքային ժամկետում են եւ այդ ճանապարհները ենթակա են վերականգնման առանց պետական բյուջեին ուրեմն վնասելու։ Մեկ հարցեր կամ գնամ։ Պարոն Խուդատյան, ինչ սկզբունքը օրինակ եթե Նիկոլ Փաշինյանը գնում է համայնքներ, մի տեղում տեսնում ենք համայնքապետերը ներկա են, դիմավորում են, իսկ մյուս տեղերը համայնքապետերը ասում էին տեղյակ չէինք։ Վարչապետը վիդեո հրապարակեց, եկավ գնաց, նոր իմացանք, որ Արգելի գործընկերները հասցեատերը ուրեմն կառավարության արարողակարգն է, ես այցերի կազմակերպման մասով արարողակարգային մասով ինֆորմացիա չեմ քաղաքական ինչ-որ բան կա, օրինակ գնալ Գյումրի Վարդան Ղուկասյանին չասել, բայց գնալ կան բազմաթիվ ընդդիմադիր համայնքի ղեկավարներ, որոնց համայնքներ վարչապետի այցի ժամանակ համայնքի ղեկավարները մասնակցում են, դիմավորում են հանրապետության վարչապետին, տեխնիկական կազմակերպչական հարցերով պիտի խնդրեմ հարցը ուղղել ուրեմն վարչապետի արարողը։ Դուք որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ, օրինակ ինչ է կարծում պետք է Վարդան Ղուկասյանը ներկա լինի, թե ոչ վարչապետի այցերին։ Առաջին հերթին Վարդան Ղուկասյանը պետք է ինքը մեկնաբանի, ինքը պիտի ներկա լինի վարչապետի այցերին, թե ոչ։ Մենք ասում ենք, եթե արարողակարգը պահեն ինձ կանչեն, ես էլ կգնամ։ Այդ տեսակ հետ վերադարձանք արարողակարգային հարցերին, դրա համար որպեսզի տեխնիկական հարցերում ես չիմացության պատճառով սխալ պատասխան չտամ։ Դուք քաղաքական ասեք, պետք է Վարդան Ղուկասյանը լինի, թե ոչ, որպես Ես ասում եմ առնվազն քաղաքական առումով բազմաթիվ են այնպիսի համայնքները, որտեղ ընդդիմադիր այդ հարցը ուղղեք ավելի շուտ Վարդան Ղուկասյանին։ Իսկ դուք ընդդիմադիր համայնքապետերում եք ճանաչում, ում նկատի ունեք, որ գիտեք ընդդիմադիր են։ Հետաքրքիր է հարց եք տալիս։ Իրականում եթե անկեղծ վստահաբար այդպիսի համայնքի ղեկավարներ կան։ Ովքեր իրենք են որոշ համայնքապետերն ասում են թունդ ընդդիմադիր են։ Ովքեր իրենք են իրենց համարում ընդդիմադիրներ, ենթադրում եմ այդ համայնքի ղեկավարներն են ընդդիմադիր։ Դրանք ասում ենք համայնքի մի վարքան, ասում են համայնքի ղեկավար ենք, ընդդիմադիր չենք։ Այսինքն ոչ թե շուտ քաղաքական բան չեն, թեև չեն ներկայացնում, գուցե այացներով ընդդիմադիր են, չգիտեմ։ Ես ողջունում եմ համայնքի ղեկավարների այդ հայտարարությունը եւ համակարծիք եմ իրենց։ Դուք ասացիք ընդդիմադիր համայնքներ, դրա համար եմ ասում, էլի, համայնքի ընդդիմադիր համայնքներում նկատի ունեք։ Համայնքի ղեկավարները ասելով նկատի ունեմ են համայնքի ղեկավարներին, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, իսկ նրանք ովքեր իրենց իշխանական են համարում կամ համարում են, որ իրենց գործը բացառապես համենքի շահերը սպասարկելն է եւ համենքի շահերին ծառայելն է, ես ողջունում եմ մեր համենքի։ Ձեր մտքում մի բան կար, չէ՞, ինչ որ անուններ երևի կային, որ ասացիք ենթագիտակցորեն։ Դուք ինձ որքան էլ համոզեք, ես անուններ չեմ։ Մի բան էլ ճանապարհների հետ կապված, Նարեկը որ ասաց տավոշ, ես էլ ձեր ուշադրությունը հրավիրեմ, երեք մենք անցանք, դուք էլ եք վստահ անցեք տեսակ ճամբարակտանոց ճանապարհի փլուզված Մարսպետի ես առանձին զրույցում որոշ պարզաբանում ինքը ասաց ինչ է եղել, բայց շատ լավ, Մարսպետը վստահաբար պարզաբանումներ ներկայացրել է, ես այդ պարզաբանումներին ավելացնելու բան չունեմ, ընդհանրապես ասեմ, որ ավելի հարցի ամենահետաքրքիր մասին անդրադառնամ մրցույթային գործընթացը եւ առաջիկայում այդ հատվածը կվերականգնվի։ Հասկացանք ինչ որ դա ոչ մրցույթով, այսինքն կողքից ոնց որ հավելար կատարած աշխատանք եղել, բայց սողանքային նստվածքի հետ կապված աշխատանքներ են, որոնք վստահաբար կվերականգնվեն։ Սա հենց իմ ասած տրամաբանության մեջ է, որովհետեւ մենք նախորդ տարի օրինակ 700 կիլոմետր ճանապարհ են կառուցել, իսկ ձեր ասած փլուզված հատվածը կարծեմ 15-20 մետր եթե ամբողջությամբ չի վճարվել այդ աշխատանքը։ Ներողություն, Նիկոլ Փաշինյանը գնում է եկեղեցիներ, տեսնում է այնտեղ իրեր եւ ասում է ոնց որ չուլան լինի։ Հիմա խնդրում եմ նայենք կառավարության պատուհաններին, տեսեք ինչ կեղտ է։ Դուք սրան ինչ անուն օրինակ։ Ես կառավարության պատուհանների ուրեմն Հələ չէ, խնդրում եմ մի հատ նայեք, էլի փոշին ինչ հաստության դրած է։ Հարցը պիտի ուղղեն Հոակին, ով որ զբաղվում է կառավարության։ Հա, բայց սա Չուլանի պատուհան չի հիշացնում ձեզ։ Ինչու բալու ինչ փոշի է դրած։ Դուք հարցրեցիք, ես ասեցի ոչ։ Իսկ ինչու է որ այլ հարցեր կան։ Եկեղեցում դրված է իրեր դրանք Չուլանի տպավորություն են կողմում տալիս, ես ձեզ ուղիղ պատասխան։ Ես այլ հարց եմ, իսկ ինչպես է ստացվում որ եկեղեցում դրված են իրեր, որոնք Չուլանի տպավորություն են ստեղծում, իսկ այս Շնորհակ անձրևային եղանակից հետո պատուհանին հայտնված փոշին, անձրևային եղանակից հետո պատուհանին, դե ես չգիտեմ, հոակը կամ պոակը ինչ տրամաբանության մեջ են։ Սա բայց ավելի շատ Չուլան չի հիշացնում այս պատուհանը։
Ինձ կարող եք 8 անգամ նույն հարցը տալ, ես 8 անգամ հանգիստ կպատասխանեմ ոչ։ Ես մի բան ձեզ հարցնեմ էլի բան վարշապատի հետ կապված։ Դուք ասացիք, որ կառավարչական նաև հմտություններն է հաշվի առնվել տեխնացու ընտրության հարցը որոշելիս։ Ավականու կազմում չկար արժանի տեխնացու, ինչու դուրս եկաք ցանկից եւ որոշեցիք այդ տարբերակով։ Ավականու կազմից ընտրություն անել նշանակում է ավականու կազմից ընտրել համայնքի ղեկավար ընդամենը 1 տարի ժամկետով, որովհետև հաջորդ ընտրությունները նախատեսված են 1 տարի հետո։ Մենք ավելի խորքային լուծում ենք ուզում տալ, չենք ուզում համայնքները տանել ցնցման, ուզում ենք, որ նոր ընտրված համայնքի ղեկավարը էֆեկտիվ ժամկետ ունենա իր կարողությունները ցույց տալու եւ իսկապես համայնքային կյանքում դրական փոփոխություններ բերելու, դրանով պայմանավորված 2026 թվականին նախատեսված process-ը տեղափոխվել է 2025 թվական պայմանավորված առաջին հերթին Տիկին Գասպարյանի հրաժարականով։ Այո, Գասպարյանի մասով ինչ որ կոռուպցիոն խոսակցություններ կները ամուսնու հետ կապած։ Հարցի ասատերը ես չեմ, ես այդպիսի ինֆորմացիա չեմ տիրապետում։ Եվ մի բան էլ ռիսկային չէ արդյոք գործընկերոջս հարցին անդրադառնալով, արդյոք գնալ այդ ձեր ասած խորքային լուծման հաշվի առնելով, որ պարտադիր դուք ուզում եք ձեր տեխնացուն անպայման հաղթի։ Իսկ եթե չհաղթեց, իսկ այս դեպքում դուք 2 անգամ եք շանս ունենում ընտրություններին։ Մեր տեխնացուն առաջադրվելու Մեր տեխնացուն առաջիկա ընտրություններին շատ մեծ հավանականություն ունի հաղթելու եւ մենք տրամադրված ենք օգնել պարոն Մեխակյանին այդ հաղթանակը գրանցելու հարցում։